Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուր հայություն։ Հայոց աշխարհաժողով հաղորդաշարի հերթական հաղորդումը մենք մեր նոր տաղավարում ենք անցկացնում եւ իմ առաջին հյուրը նոր տաղավարում իմ շատ լավ ընկեր երգիչ երգահան Դավիթ Ամալյանն է։ Բարև ձեզ, պարոն Ամալյան, ես Դավիթ ջան եմ ասելու։ Չէ, Դավիթ Արշակ, շփման ամենայնիվանով։ Անպայման, հա։ Դավիթ ջան, այսօր մենք որպես աշխարհիկ քրիստոնյա հայեր անհանգստացած ենք մեր ինչ որ կատարում է մեր եկեղեցու շուրջը եւ ընդհանրապես մեր հոգեվոր դասի հետ եւ կուզեմ այսօրվա զրույցը հենց այդ թեմայով էլ վարենք, քանի որ մենք երկուսս էլ մոտ հարաբերությունների մեջ ենք մեր սրբազան հայրերի հետ, որոնք ցավոք սրտի այսօր գտնվում են բանտարկության մեջ, լրիվ անմեղ, լրիվ շինծու, ես կասեի նեո-բոլշևիկյան սիոնիստական 1920-ականներին նույնը որ կատարվել է, հիմա նույն կերպ կատարվում է, ճիշտ է, իրենք ասում են, որ սա կապված է անձերի հետ, բայց իրենց գործողությունները մեզ թելադրում են, որ ընդհանրապես անձերի հետ կապ չունի, գնդերեսներին հեռացնել եւ այդ ամենը, եւ կուզեմ, որ դու քո կարծիքով կիսվես, թե ինչ է կատարվում է եկեղեցու շուրջ։ Արշակ ջան, նախ շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ առաջին հաղորդմամբ այս ֆորմատով հաղորդման հյուրը լինելու համար, որքս խերով լինի, որպես առաջին հյուր։ Սկսեմ հարցի այն հատվածից, որ 20-ական թվերին անման, տարբերությունն է, որ 20-ական թվերին, 20-ական թվերի իշխանությունը Ադրբեջանի հրամանը չէր կատարում ամենայն դեպս։ Չգիտեմ ում հրամանն էր կատարում, բայց Ադրբեջանինը չէր։ Այսօր այս մարդիկ ոչինչ չեն խնայում իրենց իսկ ապացուցելու համար, որ սա ադրբեջանական ծրագիր է։ Կոնկրետ այսօր մեր հաղորդումից առաջ տունն էի մնացել, պատահական ես այդ լրահոսներին չեմ հետևում, պատահական նկատեցի իրա եւ Ալիևի հանդիպման այդ process-ը, ինքը որ մոտեցավ Ալիևին, հետո մոտեցավ Ալիևի ենթակա աշխատողներին։ Հա։ Եվ իր հետևից եկան արդեն իր ենթակա աշխատողները, հայ չեմ կարող ասել, բայց ցավոք սրտի Հայաստանը ներկայացնող, եկան իրենք եւ մոտեցան դե բնականաբար Ալիևին ձեռքով բարևեցին, այսինքն ինքը մոտեցավ նրա ենթականներին, իսկ սրանք ենթականներ եկան Ալիևի կանգնած տեղը, սրանք ինքս քաղաքական այդ պրոտոկոլային նրբություններին չեմ հետևում, չեմ հասկանում, որից չեմ էլ ամաչում, որ չեմ հասկանում, բայց բաներ կա, որ ակնհայտ է, մեկը գրել էր դրոշ չլինելը, դա նշանակում է, որ ներքին, այսինքն երբ որ հանդիպումը վարչապետը, չգիտեմ, մարզպետի հետ կարա դրոշ չլինի։ Բայց երբ որ երկու պետություններ հանդիպում են, դա պրոտոկոլային առաջին բանն է, որ ամեն մեկի դրոշը հետևել լինի։ Ճիշտ է, Ադրբեջանինն էլ չկար, բայց մերը չկար որ առումով։ Ով ա ում հետ հանդիպել այս դեպքում։ Սա մի քիչ հիմա փաստորեն մենք Հայաստան Ղարաբաղ ենք կապել։ Հա, հիմա մի քիչ այդ պրոտոկոլային մասերը թողնենք հանգիստ։ Ես հավատում եմ, որ այս ամեն ինչ, այս ինչ որ նախաձեռնվում է, դեռ վատ օրեր ունենք տեսնելու, բայց իր լուսավոր ավարտն է ունենալու, որովհետև ինչքան էլ կյանքը հեքիաթից հեռու է, բայց երբեմն երբ որ դու այդ հեքիաթի մեջ սկսում ես երկար ապրել, հեքիաթը քոնն է դառնում։ Ու այն ուժերը, ովքեր կորուստ ունեցած, դաժան ամեն ինչ տեսած, տնահան եղած արցախցիները, չգիտեմ, համ զոհ ունեցած, համ տուն կորցրած, համ տեղ կորցրած, սոցիալապես արդեն սարսափելի վիճակում գտնվող այդ մասան իր դրական բան ունի, աուրա ասածը մոտ է, բայց վերջը ռեգիոնը ունի իր դրական, այսինքն մի հատված կա, որ դա միշտ ասում են լուր աղոթքը շատ ավելի հզոր զենք է, քան ձայնով գոռալը։ Գոռալը, հա, միանշան։ Այդ լուր, այդ աղոթքը ինչ որ տեղ տանելու է, որովհետև հնարավոր չի, ցանկացած գիշեր լուսաբացով է վերջանում, ցանկացած փոթորիկ խաղաղությամբ է վերջանում, ցանկացած ջրհեղեղ վերջում ցամաքելով է վերջանում։ Սանիկս մի լավ բան ասեց, երկու օր առաջ ես նույնիսկ գրի առա, ասում է
Վերջը լավ է լինելու։ Եթե դեռ լավ չի, ուրեմն դեռ վերջը չի, հա։ Ուրեմն դեռ վերջը չի։ Եթե դեռ լավ չի, ուրեմն դեռ վերջը։ Ես էլ եմ համոզված, որ իհարկե մեր եկեղեցին շատ ավելի դժվար ժամանակներ է տեսել, շատ ավելի դժվար ուրեմն պայմանների մեջով է անցել եւ իհարկե հաղթող է դուրս եկել, որտեղ դա Քրիստոսի եկեղեցին է։ Ոչին, ոչ քո, ոչ նույնիսկ կաթողիկոսի եկեղեցին է, դա Քրիստոսի եկեղեցին է եւ նրանք ծառայում են մեր Տես ինչն է հետաքրքիր։ Ես միշտ ասել եմ, այս վարկածը միշտ կրկնում եմ, իրենց նպատակը մեզ այդ միապետությունից զրկելն է։ Աշխարհում ընդունված է մեր կաթողիկոսը որպես միապետ, որպես 9-րդ աստիճանի կարծեմ նվիրապետական գահի գահակալ։ Այսինքն թագավոր, արքա է նա ինչ որ։ Ես նույնիսկ այդպեսի ձևակերպում եմ արել հայոց քրիստոնեական թագավորություն թող լինի մեր երկրում, ինչու՞ չէ, դրանից սարսափում են եւ այս կազմակերպիչները բրիտանացի կլինեն, մյուսները, այսօր բոլորին ձեռք է տալիս։ Այդ դեսպանատների այդ խուլ համր լինելը հենց իմիկվա։ Առաջ հիշում ես, մի հատ մեկին մատով կպնում էին, դեսպանատները քո ասած գոռալն էին անում, ամբողջ կոկորտով մեկ։ Հիմա կարծես թե դեսպանատուն Հայաստանում չկա։ Համոզված եմ, որ նրան հետ այդ նույն արևելյանները զբաղված են, որտեղ իրաց վիճակն էլ վիճակ չի։ Արևմտյաններն էլ դե պարզավոր իրանք ոչ միայն թույլատրել են, այլ երևի ծրագիրել են թերադեր, թե ինչպես դա պետք է անի, եւ դա արվում է աշխարհի ԻՏՍ առանց ամաչելու, դե այսօր աշխարհը, տես աշխարհակարգը քանդվում է։ Այն աշխարհակարգը, որ կա միջև հիմա, բաց տեսնում եք, չէ՞, ոչ մի միջազգային օրենք չի գործում։ Ոչ մեկի առաջ պատասխանատու չի։ Ռուսերեն բառ ասում են, բեսպրիզել, հա։ Ամենաթողություն հայերը։ Ռուսերեն ցավոք սրտի այնքան բառեր կա, որ դարձել է գրափարյան հայերեն։ Ամենաթողությունն է գա իմ կարծիքով բեսպրիզելը, եւ այդ ամենաթողությունից օգտվելով, այսօր տեսեք, դատում են մեր սրբազաններին, մարդու ծիծաղ է գալիս այն ինչի համար, որ բոլոր 4 սրբազանն էլ այսօր գտնվում են բանտում։ Որևէ մի պատճառ չկա նրանցից որևէ մեկը թեկուզ կես ժամ բանտում գտնվելու։ Նոր ես դատն էի նայում կներես Դավիթ ջան։ Ուրեմն ինչպես է կատարում վերջի դատավարությունները։ Եվ այսօր ասել եմ, բոլոր այդ ինքը անուններ չէ՞ դեր վնգստացող դատավորները։ Այդ վնգստացող դատավորները երևի պետք է դավաճաններից առաջ շուտ դատվեն։ Երբ որ կգա այդ ժամանակը։ Ինչպես է լինում, երբ որ քննարկում են կալանքի հարց, դատավորը 5 րոպեով գնում է, իմ կարծիքն է սա։ SMS-ով գրում է ինչ անեմ, ստանում է ինչ անեմ պատասխանը, ինչ ուզում է, ինչ բացատրություն ուզում է փաստաբանները բերեն։ Գալիս են կատարում են իրենց ինչ հրահանգված է։ Դա իմ անձնական կարծիքն է, թող լինի սուբյեկտիվ։ Այսօր ծիծաղալի բան ստացվեց։ Այդ 5 րոպեն անպայման վերցեցին դուրս գալու համար, եւ ինչ կատարվեց։ Ալիևի հետ քեֆի է շեֆը։ Ես անունը դրել եմ Հողատու հերետիկոս։ Հողատու հերետիկոսը Ալիևի հետ քեֆի է, SMS հիվար չկա, եկան հետաձգեցին դա, որտեղ պատասխանը չունեն։ Այդ աստիճանի մենք սկսել ենք կասկածել։ Համաձայն ես։ Իհարկե, համաձայն եմ եւ մի բան եմ ուզում նշել, ինչից սկսվեց այս երկրորդ հարցի թեման։ Վեհապարի հանդեպ այդ ոտազգությունները, այսինքն անկախ ամեն ինչից, երբ որ գոյություն ունի վեհապար, դա մեր եկեղեցու առաջնորդ դեմքն է։ Ես իդեպ բախտ եմ ունեցել անհատապես շփվելու եւ կարծիքս այնպես է, ինչպես պետք է լիներ եկեղեցու առաջի դեմքի կերպարը։ Հիմա անցնեմ բանին, գիտեք ինչ, ամբողջ աշխարհի խնդիրը, այստեղ արդեն ազգայինից են կողմել, մարդկային որակավորման խնդիրը, նույն այդ արևմուտքի մարդիկ են, չէ, որոշում ինչ անեն։ Մարդու մեջ նենգությունն է լինում։ Կենթանակերպը ոնց է, ընդհանրենք սովորաբար ասում են ձիերն ազնվական են, շները հավատարիմ։ Բայց շները այդ ազնվական չեն, որովհետև ում հետ սեռական ինչ ուզում անում է, շնանում է եւ դա շնություն բառն է, իսկ ձիերը վախից կարող է տիրոջը թողնեն, փախնեն։ Այսինքն մարդը ամեն կենթանուց պիտի հատկանիշ վերցնի, չէ, որ կերպարին մոտ լինի, առյուծի պես առաջնորդ լինի, մռնչացող, ձիու պես ազնվական լինի, շան պես հավատարիմ լինի, էշի պես աշխատող լինի, ինչի՞ չէ,
Վերջը, բոլոր կենթանիներից մի բան պետք է, մարդկա մեջը նապաստակն է շատ, դրանք շատ են հիմա իդեպ։ Վերջը, սենց հիմա թողնենք, մարդկային որակավորման հիմա մի բան ասեմ, թեպետ վերջերս հասկացել եմ, որ ազնվականությամբ շատ-շատերը նման են շանը, իսկ հավատարմության ձիուն։ Հիմա անցնեմ թեմային, և այդ դիսոնանսներից են առաջանում մարդիկ, որոնք կարան դառնան այն կերպարները, ում ձեռը ինչն ենք ընկել։ Ես նույնիսկ այդ տիրադավ ասված այդ տասնյակին թե ութնյակին չգիտեմ էլ մեկ դուրս գալի մտնում են, չէ, ես չեմ էլ հետևում, թեպետ ցավում եմ, որ այնտեղ մարդիկ կան, իսկապես զարմացել եմ, բայց իմ գրառումների մեջ մաքսիմում զուսպ եմ լինում, դավաճան բառը օգտագործում եմ, որտեղ ակտուալ է, բայց կերպարային առումով ինձ թույլ չեմ տալիս ստորացնելով դիմել, որևէ վատ բան ասել, ի վերջո հայել։ Տեսել եք այդ իրանց կողքի այդ լնգուլ ավազը վեհապարի մասին ինչեր են գրում։ Եվ իրանք։ Եվ այն թրաշով մի հատ խոչկորի նման ինչ-որ բան կա, չեմ, ես դրանց անուններով Աղվերդյան Ռուբոն 1000 մի օր իրանց տանը նստած էինք, միշտ խոսքերի մեջ հիշում եմ Ռուբոյից մի բան ցիտում եմ, էլի, այտենց կերպարային։ Ինչ-որ մեկը երկրորդ ասեց ռադարը, ես այդ Սյուզի ինչ եմ ստինում, ինձ հետաքրքրեց ինչ Սյուզիի մասին է խոսքը, ասի Սյուզի նովաս է, դրանց սաղին Սյուզի եմ ասում։ Հիմա ես այդ սրանք սա այդ մի կերպար են, իրար նման, ես ճոպիկ եմ ասում։ Պարտրեփ բոլորը դատարկ դու այ խոզ, դու ով ես որ վեհապարին անունով դիմես, այ խոզի տղա, ախր դուք անդաստիրակության, տղայական դաստիրակություն չեն ստացել։ Բաքու հերը քեզ չի ասել, որ այն մեծ մարդ է ախր։ Բայց հեր ունի։ Մարդ ես, ես հիմա չէ, ուզում եմ ասել, բայց այդ լավ մերը չի ասել, բալա, սենց քեզ դուս բա, այն մարդը մեծ մարդ է, այն մարդը կրված մարդ է, ոտքը կորցրել է, այն մարդը սենց դու չես գնացել, դու չգիտես այդ ինչա, բայց սենց անենց է դու, բա քեզ ոչ մեկ չի ասել, այ անդաստիրակներ, դա փողոցի կրթություն չեք կարա ստանայք, որտեղ դուք այդ տղեկը չեք, որ փողոցում երկրորդ դասարանից սկսած գործագործ խաղայիք, մինչև 4-րդ ֆուտբոլ ու մնացած արդեն կռիվ, հանդիպում, մյուս, ի վերջո աղջիկ, որը շատ կարևոր էր, որն էլ չեք տեսել։ Այո։ Այ հենց հետա դաստիարակության մարդկային, տղայական, ես հիմա շատ եմ այս հարցի ծիծաղելի չի, այն ինչից որ հիմա պիտի խոսեմ, ես մի անգամ տեսա մեր Բագրատ Սրբազանի դասախոսություններից մեկը նորից նվիրված էր դրան, իրավունքապաշտությունը ամենամեծ սարսափելի երևույթն է, որ մեր հասարակության մեջ արագ տարածում է գտնում։ Այդ ատելությունը սկսում է իրավունքապաշտությունից։ Այսինքն, եթե իրավունքով բնի սիրես քո ընտանիքի անդամին, ուրեմն դու ենթագիտակցորեն անասուն ես դառնում։ Այո։ Այսինքն հոգիդ փոխակերպվում է չիպի։ Ինչ թա որ ասում են չիպ են դնելու մեր մեջ։ Այդ չիպը արդեն դրել են։ Կառավարվող։ Չիպը արդեն դրել են մի հատ լակոտ բարիս համար, մեղմության համար ներողություն։ Ես էլ հոր եղբորս բան պիտի հասցնեի, դեղ պիտի հասցնեի, աշտարակի պողոտա եմ դուրս գալիս, որ դեպի Գյումրի եմ գնալու։ Այդ բանը սեղմելա, որ անցնի, նախ ինքը կարող էր առանց սեղմելու անցնել, որտեղ այդ ամեն դեպքում մկատը չի, որ չէ Ամերիկայի ֆրիվեյն է, էլի, որ ջայլ տղա ես, կանգնում ես, բացվում է, վազելով գնում ես մի գազոն, այն էլ բացվում է, անդեղից էլ գնում ես մայթ։ Բայց դե որ սեղմելա, ասի դե ջահանդամ, թող անցնի, ու ես քանի որ այդտեղ բան չկա, սպասում եմ ինքը անցնեմ, կանգնեց մեքենայի, հանկարծ չանցնեք, սենց, յանի ինքը, այսինքն իրան այդ անցնելը չի հետաքրքրում, ինչքան որ այդ սեղմելով կարա 50 հատ ավտո կանգնացնի։ Հա, ինքը դրա համար է։ Դա վայելում է, որտեղ այդ իր իրավունքն է։ Այդ պահին այդ մայթին ինքը ամեն ինչ կարա անի։ Այդ 18 վայրկյանը եւ այդ մայթը իրանն է։ Դրիվ հասկանում եմ ինչ ես ասում։ Այդ մոդելը 18 թվի այդ իրավունքապաշտների հեղափոխությունից ես հեղափոխություն եմ ասում, որտեղ խեղաթյուրված արժեքները եկան իրական արժեքների ղեկավարելու։ Դեմոկրատիա ասացի ամենաայլանդակ երևույթը դիսոնանսն է, որտեղ մարդու մարմնի ղեկավարող մասը սիրտն ու ուղեղն են, որոնք զանգվածով ու ծավալով մարդու օրգանիզմի մաքսիմում 0.5 կամ 1%-ն են։ Բա որն ու քամակը ոնց կարան դեմոկրատիայի միջոցով իշխել։ Միշտ չի որ բոլորը կարող են, ամբողջը կարող է ճշմարիտ լինել։ Այն տպավորությունն է, Դավիթ։ Ամբողջին իշխանություն չէր կարելի տալ։ Իհարկե չի կարելի։
Եվ այն տպավորությունն է, որ մարդիկ իշխանությունը ընկալել են որպես իրենց մանկության չկայացած իղձերի կատարման հնարավորություն, հա, ասենք ես ուզեցել եմ հեծանիվ քշեմ, չեմ ունեցել, ուզեցել եմ դհոլ խփեմ, չեմ ունեցել, ուզեցել եմ որ բոլորը ինձ ծափ տան։ Դհոլ ոնց որ հաստատ ինչ որ մեկը չի ունեցել։ Հա, հաստատ որ ունենար մի քիչ գոնե ռիփ կզգա։ Սարսափելին գիտես ինչն է Դավիթ ջան, կռապաշտությունը, որից մենք 2000 տարի առաջ ենք հրաժարվել, գնալով հետ է վերադառնում դեպի կռապաշտություն, ես չէի պատկերացնի, որ ինչ որ մեկին եկեղեցի վեհապարը, որ վեհապարը երբեք ոչ ոք ծափ չի տալիս, վեհապարը երբ որ եկեղեցի է մտնում, ընդհակառակը վեհապարն է օրհնում եկեղեցի եկած աշխարհիկներին, հավատացյալ իր հոտին, ոչ թե մարդիկ փառաբանում են վեհապարին, երբ որ նա գալիս է։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու, ես ծափ տալու եկեղեցի ներսում ծափ տալու մասով եմ ասում։ Ուրեմն համերգներ ունեցա Եվրոպայում, նախանցյալ տարվա համերգները 3 համերգ Գերմանիայի համերգները տեղի ունեցան եկեղեցիներում։ Եվ համերգը որպես կանոն ելույթից հետո ծափ է պահանջվում, բայց 3 եկեղեցիներն էլ կաթոլիկական էին եւ առաքելական մեր քահանաներին երբ որ զրուցեցի, ասաց իրանց օրենքով դա բան չի։ Մենք եկեղեցում կարող ենք հանդես գալ եւ իմ մենահամերգները տեղի ունեցան եկեղեցում, ասաց եթե լիներ մեր առաքելական պատարագի շրջանակներում, արդեն չէր կարող։ Բայց քանի որ կաթոլիկական եկեղեցի է, իրանց մոտ արգելված չի եւ այս ժամին մենք որպես առաքելական եկեղեցի իրանց եկեղեցու մեջ որևէ հոգեվոր արարողություն չունենք, ուրեմն կարելի է ծափ տալ։ Ու տենց սրա համերգի նման այդ հաթոռները շարեցին, ուզում եմ ասեմ, ես այդ ժամանակվանից իմացա, որ մեր առաքելական եկեղեցում ուղղակի բառացիորեն համերգ եւ որևէ բան չի կարելի։ Միանշանակ մենք տարբերվում ենք, մենք սկիզբն ենք։ Հասմիկ Պապյանը շատ սիրուն էր գրել, որ ես գրել էր, որ ինքս էլ չգիտեի որ բան, բայց ինչ որ ելույթ պիտի ունենա հայկական առաքելական եկեղեցում, եւ իրեն ասել են որ ծափ չի կարելի, ասма պատկերացրեք երկելուցս հետո որ ծափ չեղավ, այդ լռությունը ոնց որ երկից վերադարձի աղոթքը լիներ։ Այո, իհարկե, իհարկե։ Որտեւ երբեմն ծափահարությունը առասարակ Արշակ ջան, միշտ իմ համերգներին եղել ես դու մի անգամ, նշում եմ, որ նախ ծափը փառքի դրսևորման բանն է, ձայնն է։ Եվ երբեմն միշտ չի որ ծափը արժանի է լինում։ Հիմա օրինակ մի հետաքրքիր բան ասեմ, միշտ համերգներին ասում եմ, արվեստի անկախ ժանրից ասելիքը միջուկն է։ Միջուկը ասելիքը սերն է։ Սիրո դրսևորման կատարելությունը անձնազոհությունն է։ Այսինքն ծափը առաջինը պիտի տրվի տղեկին, որոնք հանուն սիրո են զոհվել։ Եվ կապ չունի ազգությունն ու ժամանակը։ Հիմա միշտ որ մեկ ասում են այդ անուններն ինչի է տալիս, որտեղ ուսումնասիրելուց շատ զարմացա որ Ռավելը գնացել է Բոլերոյի հեղինակ ֆրանսիացի իսպանացի։ Ռավելը գնացել է պատերազմ կամավոր որպես ու իր դաշնակահար ընկերը աջ ձեռքը կորցնում է, ձախ ձեռքի կոնցերտ է գրում, որ իր ընկերը, այսինքն բախելար չի, արժեք չի, Բայրոնը խելար չէ, որ ասում է Վազգենի պիեսի մեջ միտեղ գրել են, որ այդ խեղճ Բայրոնի հետ ինչ որ ասում է խեղճ չէ։ Հայերեն սովորեց հերիք չէր գնաց ուիների համար էլ մեռավ։ Տեսեք երկինն էլ ու գաղթականի խնդիր չուներ։ Ուզում եմ ասեմ այդ արժեքները չի կարել ծափահարություն ասածը, երբ որ ինչ որ մեկը երգում ասա, դե հա ոգևորության ինչ որ բան, բայց ամեն դեպքում իրական ծափերը երկնային արժեք են, որտեղ դու փառավորում ես։ Ես դրա համար տղեկին որ փառք են տալի, ասում են՝ «Մի ասեք էլի»։ Դե փառք սիրողը զոհվելու ձևը չգիտի։ Փառք սիրողը միշտ գիտի ոնց անի որ կենթանի մնա։ Փառասիրությունն ամենաայլանդակ բանն է։ Իսկ ծափը փառասիրության ձայնն է, որը եկեղեցին այդ փառասիրությունը չի ընդունում։ Ճիշտ է, Տիրոջը փառք տալիս ենք, դրա համար եմ ասում, ծափերը ուրիշ արժեք է։ Հա, իհարկե, Տիրոջը փառք տալիս ենք, որտեղ եթե փառքիդ մի հատ տեղ կա, դա այդ Տիրոջ վերջերս հայ շնորհքի հետ ծանոթացա, Հովանես Մկրտչի տոնի կապակցությամբ գնացել ենք եւ մի զրույցի ժամանակ ինքը պատմեց Արսենի 20-ականներին այդ
բոլշևիկների հորինած բարեկարգումը, տենց էլ կոչվել է, գիտես, չէ, բարեկարգում եկեղեցու, որ ուզեցել են եկեղեցին վերցնել իրենց ուրեմն տիրապետության տակ, կոնտրոլի տակ էլի ռուսերեն ասած, ինչ է տեղի ունեցել, ուրեմն ինքը իրան որ ակսորել են գուլակ, գուլակում նա քարոզել է, մեղքերի թողություն է արել եւ այլն եւ այլն, այսինքն ինքը որպես հոգեվորական այդ Ածեց Արսենին շարունակել է գործել գուլակում, արդեն այնտեղ բանտարկյալների եւ այլուց համար։ Եվ մի օր մի հարևան բարակից գալիս են, ասում են, մեր մոտ մի եպիսկոպոս կա, որը որ իր մահվան մահճում է եւ ինքը խնդրում է, որ գաք իրեն մեղքերի թողություն անեք, որ հանգիստ հոգին ավանդի։ Ածեց Արսենին ասում է սիրով, գալիս է այդ բարակը, որտեղ որ այդ եպիսկոպոսը իրոք մահամեծ բարկած է իր մահճում եւ ասում է խոստովանել, որպեսի եպիսկոպոսը ասում է, որ ինքը մասնակից է եղել այդ պարակտման, այդ բարեկարգման, հա, ոնց որ մեր տիրադավերի։ Ու ինչ է ասում Արսենին, երբ որ լսում է, որ ինքը դրա մասնակից, ասում է ստոպ։ Կներես ասում է, դա այդ մեղքը երկրի վրա դրա թողության իրավունքը տալու ես չունեմ։ Գնաս ասում է, խաղաղությամբ այդ հարցը վերևում ուտես կարաս լուծես ասում է։ Էդի այնպեսի մեղք կա, որ երկրի վրա չկա այնպեսի հոգևորական, որ այդ մեղքերին թող այդ մեղքին կոնկրետ պարակտման մեղքին, ընդհանրապես պարակտման, ոչ միայն եկեղեցու։ Գնամ արծպանի արի կասեմ ինչ։ Հա, դա մեկ երկրորդը, այդտեղ ներկա է նաև Արա Զորաբյանը հարց տվեց, ասեց հայր Սուրբ ասեց, ժամանակին այդ թվականներին ախր գնդակահարում էին, զանգակատնից նետում էին ներքև, հա, հոգևորականներին վառում էին, խեղդում էին, կախում էին, աքսորում էին, սպանում էին ցրտից եւ տանջալի աշխատանքների մեջ եւ այլն, բայց այդ մարդիկ մեծ մասը հոգևորականների չհրաժարվեցին իրենց հավատքից։ Հիմա ի՞նչ է։ Մի հատ ինչ-որ կոմպրոմատ կամ մի հատ ինչ-որ 1-2 տարի ամենամաքսիմում, հա, բանտարկությունով կարող է վախացնել։ Արդյոք այդ ինչով են կարողանում այս մարդկանց ստիպել նման սարսափելի մեղքի գնալու։ Ինձ մենակ մի պատասխան եմ գտնում Դավիթ ջան, որ իրենք հավատք չունեն ու չեն ունեցել։ Այդտեղ է ցավը։ Այդտեղ է ցավը։ Ճիշտ ասած, եկեղեցու մաքրման, որ ասում են, իրոք մաքրում է գնում։ Իրոք մաքրում է գնում, բայց հակառակ կողմից իրենց ուզած մաքրումը չի գնում։ Իրական մաքրում է գնում եկեղեցու։ Հիմա որպեսզի չնմանվի մնացած եկեղեցու հաճախորդների որակն է սկսել փոխել։ Անպայման, եւ հաճախությունն մարդիկ ավելի հաճախ են գնում, ես պատարակներին գնում եմ, որ եկեղեցին գնում եմ լիքն է։ Ինքս էլ պետք է խոստովանեմ, առաջ այդքան շատ չեմ գնացել պատարակի, որ հիմա առողջությունս չի ներում, բայց հնարավորինս գնում եմ։ Ես չեմ գնացել, բայց պատարակի գնացող մշտական ընկերներ ունեմ եւ հա, իմ տնես հաճախ եղել եմ ուղղակի ամբողջ ընթացքում։ Հիմա որպեսզի չնմանվենք մնացածին, որ մենակ ասում ենք, թե ինչ է կատարվում, այ ինչ առաջարկ ունենք մեր հավատացյալ հայերիս, ոնց կարելի է աջակցել մեր եկեղեցուն, որպեսզի համոզված լինենք, որ այս չարքերը թեկուզ ժամանակավոր, գիտեմ, որ եթե ինչ է լինի ժամանակավոր, չհասնեն իրենց չարքի այդ նպատակի։ Միայն եկեղեցի հաճախելով, աղոթելով, Քիչ բան չի, բայց մյուս առումով էլ դե Աստված չանի, եթե եկեղեցու վրա հարձակում լինի ֆիզիկական, այդ նույն հավատացյալները որպես մարդ գոնե ֆիզիկապես այնտեղ։ Այդ եմ ասում, պատրաստ ենք արդյոք մենք 2-3 անգամ այդ ժողովուրդը եւ այդ հավատացյալները ապացուցեցին, որ պատրաստ են։ Թե ոնց որ արդեն ընդունված է պարտվողական դիրք հանձնելով։ Ինձ համար աշխարհի ամենաայլանդակ երևույթը ազգամիջյան բախումների հրահրումն է։ Եղբայրասպանությունը, հա, ցավոք սրտի իրանք տանում են դրան, հուսամ դրան չի հասնի։ Որտեւ իրանց եղբայրները չեն։ Հուսամ դրան չի հասնի, Աստված առաջ եւ Տիրոջ զորությունը մեծ է, բայց չեմ կարողանում հասկանամ վերջը ինչ է լինելու։ Միակ բանը, որ այդ քո ասած ազատվելու միջոցի մասին խոսում ենք, բանի ֆիլմի մեջ շատ լավ ասում, կուզես չոք քովդ կա։ Հա։ Սիրելի անտարբերներ, դինայեմ տեսախցիկի, որ ես որպես դիմորդ։ Հա։
լիքը անտարբերներ, որոնց հետ շատերիդ հետ մոտ եմ, որի մոտ Նիկոլին եւ այդ իշխանությանը ինչ հայոյանք ասեք չեք ասում։ Մեծ պաշտոններ ունեք կամ չունեք, վերջը թողնենք։ Խնդրում եմ, անտարբերությունը պարտության ամենամեծ օգնողն է։ Ավելի լավ է բացահայտ ասեք, որ գնալու ենք եւ ընտրենք ՔՊ-ին, քան թե ՔՊ-ին հայոյանք, բայց ասեք մնացածին էլ չենք ընտրելու, չեն գնում։ Ես այս խավից բան չեմ հասկանում։ Գիտեմ մարդիկ շփվում են, որոնք իսկապես չեն ընդունում սրանց։ Բայց ոչ երբեք չեն կռվել են, պատերազմում ընկեր են կորցրել, սրանց հայում են, բայց ասма չեմ գնալու։ Հա, այդ էլ է ցավալի։ Մեծ ցավ է, եւ դրանք շատ են։ Հիմա պիտի քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք հասկանում են, որ Ադրբեջանի դեմ է մեր պայքարը, փորձեն այդ անտարբեր մասային որևէ կերպ հասկացնել, որ ժողովուրդ ջան, լավ ինձ մի ընտրի, ոչ մեկի մի ընտրի։ Ես այնքան հանգիստ եմ խոսում, որտեղ ինքս որևէ կուսակցության թեկնածու չեմ։ Բոլոր այն մարդկանց կողքին եմ, ովքեր կպայքարեն Ադրբեջանի դեմ։ Բայց ոչ մի քաղաքական ուժի ցուցակ, տենց հարցերում չկամ, չեմ եղել, չեմ էլ լինի։ Վերջին դոշից նշանը, որ խփած ա եղել, կոմերիտականն է, չէ, կոմերիտական չեմ դառել, պիոներից հետո բան չեմ դառել։ Մեկ էլ դա երկրապահի բանն է ունեցել ու իմ մարտական ստացած ինչ-որ բաներ։ Բայց ես ինչ-որ բանական չեմ եղել։ Երբեք որ են ես գրող անասունների, որ շատ ինձ գրում են դաշնակ ընկերներ շատ ունեմ, բայց դաշնակցական չեմ եղել։ Ընդհակառակը դաշնակ ընկերներս երբեմն հիշում եմ, որ ես շատ սուր վեճեր եմ ունեցել դաշնակցություն, կուսակցություն ասած երևույթի դեմ։ Ընդհանրապես կուսակցությունների։ ՀՇ-ի շենքից գնացել են կռվի, բայց ՀՇ-ական չեմ եղել։ Մեր ջոկատու ուղակի շտաբում էր ավանական ջոկատ։ Իրանք են ուղարկում այն քեզ բա։ Հա Զենք իրանք են տալ, իրանք են ուղարկում։ Ես որևէ բանի անդամ եւ ինչ-որ պետական մարմնում աշխատել եմ, անդամ ասեցի, հիշեցի, հանձնաժողովի անդամ եմ եղել։ Բայց որևէ կառույցի կուսակցության եւ առասարակ մի բան ունեմ, չվիրավորելով որևէ մեկի, որտեղ լիքը ընկերներ ունեմ, թե կուսակցություններում, թե հոգեվոր կրոնական ինչ-որ աղանդ կոչվող ինչ-որ երևույթի մեջ, նույն պետական ցանկացած խմբավորում մարդկային քանակը կապ չունի, որ որևէ գաղափարախոսության միջոցով իրան անջատում է հասարակությունից, կոչվում է աղանդ։ Այո, կուսակցությունները հենց աղանդի, երբ որ դու ձերբազատում ես գաղափարական կոչվող ինչ-որ բանից, երբ որ հիմա հայրենիք սիրելու գաղափարախոսությունը ո՞րն է։ Մայր սիրելու մամային սիրելու համար ինչ-որ բան կարդաս, որ սիրես, կարոտես։ Հիմա Ղարաբաղ կարոտողները գաղափարախոսություն են կարդում, որ կարոտեն։ Չէ, երբ որ գաղափարախոսացնում ես, այդ հայրենիքը արդեն դառնում է վերամբարձ կառույց, որի կորուստը այդքան չի ցավացնում։ Դավիթ, բայց sense մի բան կա, այդ ոնց որ դեվիզ advocat խաղամ, հա։ Ես էլ ունեմ շատ ընկերներ, բայց իրանք sense նման հարց են բարձրացնում։ Հիմա ասում են, նայեք, այս չարքը ոչ մի բան չի ընդունում։ Ամենաակնհայտը չի ընդունում։ Ամենաանօրինական բաներն անում է։ Իր ասած խոսքը 5 րոպե հետո ժխտում է, ասում է, ես դες բան եմ ասել։ Այսինքն մի չարքի ծնունդը, որ ոչ մի օրենքի չի ենթարկվում։ Իրանք էլ ինձ հարցում են, ասում են, ու դու այսքանից հետո մեզ ասում ես գնացեք ընտրության, դու հավատում ես, որ սա թույլ է տալու որևէ դեպքում ընտրությունով կամ որևէ մի այլ ձևով իշխանությունա հանձնելու, չի անելու։ Եթե ես էլի եմ ասում, քաղաքական 2008 թիվը իշեն, կներես որ հաշվարկների բաներ չեմ տիրապետում, քաղաքական գործիչ չեմ, բայց ամեն դեպքում տեսնելով իր իշխանական լծակները, այդ բանը մի քիչ կներեք, թող ինձ ներեն բոլոր այն բոմժերը, որոնք խնդիր չունեն, որտեղ ես մարդկանց այդ բանով չեմ ցածր խավի, դակարակը փողոցում որ տեսնեն, փորձում օգտակար լինել։ Բայց այն մի տեսակ կա, որ ինչ որ չգիտեմ ինչ են էլի դրանք, այդ խավից կա ցավոք սրտի կան այնց ռախիդներ, բայց իրանք մաքսիմում հիմա այս ամենից հետո իրանք 15-20% են։ Եթե ընտրության մասնակցի գոնե 50%-ը իրանք 50 քանի տոկոս։ Իրանք արդեն
եթե 40 մասնակցի, իրանք 50 են եւ ավել։ 20%-ից ավել կլինեն։ 2000 Հիմա այդ մարդկանց պիտի ապացուցվի, իսկ եթե 50 մասնակցի, 50-ի մեջ արդեն հաղթելու շանսեր կունենան, կտրության մասին է խոսքը։ Հա, ես հասկանում եմ ինչ ես ասում, մեկը ինչ ուզենք ասեն, հիմա տես չի, որտեղ հիմա վերահսկող շատ լուրջ բաներ կան, ինստիտուտներ կան, գիտեն որ տես չի։ Ես էլ այն օր ասում եմ, ինչ ուզենք ասեն։ Չէ, ասելը չէ։ Այդպես չի։ Հիմա եթե պատկերացրեք 50-ի դեպքում արդեն մենք շահեկան վիճակում ենք։ Մենք ասելով հայեր է որ ի վերջո ազատվեն ադրբեջանական բանից։ Լծից։ Հա, լծից։ Բա որ 60-70 գնան ինչ կլինի։ Արդեն այդքան չի կարա հայտարարի։ Ես չեմ ասում խափի թվերը։ Մեր խնդիր չէ, ասենք թվերն էլ ճիշտ է, ինքը ասում է, գիտեք ինչ, նախկիները կեղծեցին, սենց չի, այս թվերն այո, ցույց է տալիս այնտեղ ամենտեղ ցույց է տալիս որ 58% իմ դեմ է քվեարկել, բայց ես չեմ ընդունում, սա ժողովուրդը չի, ժողովուրդը այն խմբակն է, այն 300 հոգին են, որի մեջ գալիս են ուխտարակների եւ այլն եւ այլն։ Այդտենց ասում է ու ասենք այսօրվա տեսնում ենք այս ոստիկանություն կոչված Չէ, այդ աստիճանի բակող։ Բա 2008 թվականին քանի տոկոս էին հավաքել, որ դուրս եկան փողոց մարդկանց սպանել տվեցին, այս նույն մարդիկ։ Եվ ասացին, որ չէ, մենք ենք անցել։ Թվականին ես ընդեղ եմ եղել, ես այն ժամանակ ինչի համար սխալվել է տղամարդու համար, եւ ես սխալվել եմ։ Ճիշտ է, ես ուրիշ բանի համար եմ պայքարել։ Ինձ համար միշտ նշել եմ 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ինձ համար միշտ են մարդիկ, ովքեր Վազգեն Սարգսյանի նկարը, Աստծո նկարի կողքն էին կախել, արագ նկարները հանեցին եւ սկսեցին ենթարկվել ուրիշ ուժի։ Ես դա ֆիզիկապես եւ հոգեպես միջև հիմա էլ չեմ տանում։ Ինձ համար Վազգեն Սարգսյանը մնում է նշաձող տղայական կերպարի եւ առաջնորդի լիդերի դրսևորված նշաձող եւ իր հանդեպ դավաճանություն եւ հիմա արդեն այդ մինչեւ 2008 ես ուղղակի իր եղբոր կողքը լինելու մասով որ ոնց թե sense այդ են եղել բայց 2008-ից հետո հասկացա այդ ձայնագրությունները որ լսեցի բան հասկացա որ այս ամեն ինչը ներկայացումները եւ ներկայացումները իսկ հիմա ես համոզված եմ 90 թվականից հետո Հայաստանում ներդրված ցանկացած պետություն եւ ժողովուրդ հարաբերությունները սրող բաներ ընդվզումները հովանավորվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից միշտ եւ իրանք 2018-ին հասան հաջողության եւ ես կասեի որ Անգլիան եւ այդ կառույցը հոկտեմբերի 27-ին խփեց Վազգեն Սարգսյանին վերջերս մի բան եմ ասում եմ ժողովուրդ ջան ինձ համար ամենաատելի այլանդակ երևույթներից մեկը որ դեռ ցավոք սրտի թթվածին է շնչում Նայիրի Հունանյանն է բայց Նայիրի Հունանյանը Վազգենի մարմինն է սպանել այս մարդիկ հոգին բառացիորեն սպանում են ձեն չենք հանում Վազգենի հոգին են սպանում Վազգենի այն ոգին որ բանակում կար այն ոգին որ տղայական վերաբերմունքների մեջ կար այն ոգին որ ես ու իր եղբայրը Արմենը խոսելիս շատ ընդհանուր մտքեր խոսում ենք ու հասկանում ենք որ ինչքան մեծ արժեք է կորել Պատկերացնում եք Վազգենը կենթանի լիներ ինչ որ մեկը ասեր դի եկեղեցու դեմ գնանք կամ Արցախը ընդունենք իշխանությունը տված էր ընդունենք կամ ասեր Արցախը Ադրբեջանը հա կամ ու այնքան բանը ինչքան եղել է ես դրա համար միշտ այդ բաներում գրում եմ այդ անդր պատի վրա Facebook-ի ասում եմ լավ անուններ հիմա էլ չեն տա բայց այդ սերունդը որ այսօր պաշտոններ ունեն Ոմանց գիտեն մեկը Վազգենի օգնական ա եղել, մեկը տեղական, մեկը ճանաչել ա, մեկը աշխատել ա։ Ասում եմ տղեկ, բադուկ Վազգենի թեկուզ 5 րոպե շփված մարդը ոնց կարար այս մարդու ձենիտակ իշխանության մեջ աշխատել։ Այդ որ բանով եք նմանացնում են ու այս առաջնորդին։ Որ ռակուրսից եք նայում։ Բա գեներալները Այդ ավելի մեծ ցավ։ Դա սարսափել է այդ մասին երևի հաջորդ հաղորդման ժամանակ։ Ես միշտ նշում եմ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչը շարունակեց հովանավորել 18 թվականի եղաշրջումը։ Այո։ Չգիտեմ ովքեր էին, բայց դա ակնհայտ է, որտեվ այն ինչ որ տեղի է ունենում Վազգենի դեմ, որտեվ Վազգենի կենթանության օրոք բառացիորեն չէր լինի։ Ես տիրադավ տերմինին ավելացրել եմ հիմա զինադավերը։ Հա, որտեղ սարսափ։ Մենք ինչ խոսում ենք այդ գրածները իրար կարդացել եք, չի տեսել եք։ Հա, այդ զինադավերը ես սարսափելի է, այո, սարսափելի է, որ եւ ամենասարսափելին, որ նրանց մեջ կան արցախցիներ։
Դա գիտես ինչ, ես վերջերս մի բան էի գրել, բաներ կա, որ արդեն սարսափից ծիծաղելի է։ Հոգեկան շեղման հասնող ծիծաղ կա, որ Վազգենը մի Ալվար Պետրոսյանը մի հատ պատմություն էր պատմում, այդ ոսկի մանգալու հետ կապված, որ մի հատ սար են փորում, երկար է, բայց կարճ պատմեմ, ինչ որ մի գուշակ Վազգենին ասել են, որ ասել է սարի մեջ ոսկի կա։ Պատերազմի թեժ պահն է, բայց սկսել են ինքնել Ալվար ջան, Ալվարդ էր պատմում։ Ալվար ջան, այս սարի մեջ ոսկի կա, հեսա սար, այս բանը վերջում բաժնում է, որ այդ ով որ գուշակել է փախած է։ Հիմա Ալվարդը պատահական այդ պահի Վազգենի կողք տալին, հա։ Հա, ասպաս սկսեց բարձր հռհռալ Վազգենը։ Ասма վախեցա, էլի դե ստրես է իրան էլ որպես էմոցիոնալ կերպար գիտեի, ասма գրկել եմ Վազգեն ջան, ցավդ տանեմ, հանգստացի ախպերից բանս, ասма Ալվար ջան, մի անհանգստացի, չեմ գժվել։ Ուղակի մտածում եմ, որ այդ դրան բռնեմ, ասի սա չի կողքինն է, էլի եմ փորելու։ Այս հրաշալի իրան բնութագրող պատմությունը, իսկապես Այդ հռհռալն ենք մեկ հասնում։ Հիմա որ միացնում եմ, մեկ էլ տեսնում եմ ոչինչ չասող դեմքով ինչ որ մեկը մի հատ անհասկանալի երաժշտության տակ, այսինքն գիտես ինչ, էդ էլ եմ գրել։ Այդ ֆրանսիական ֆիլմ կա, որ տղաներով հավաքվում են խնջույքի, լավ բան չի, վատ բան եմ ասում, բայց պրիդուրակներ են տանում, որ ծիծաղեն։ Խնջույքի ժամանակ իրանք խմեն, քեֆ անեն, սրանք եշեշ դուրս տան, իրանք այդ դրանց վրա ծիծաղեն։ Տժան հայերին ասած, հա։ Հիմա պատկերացնում ես տղերքով, որ նստածել են միտեղ խմելու, նորմալ տղերքով, ու Վահագն Ալեքսանյանին կանչեն, ասեն ընդ իրաներան արագ խոսա։ Ինչքան խնդալու կլինի, ոնց կլինի։ Ենթադրենք, բայց հիմա այդ մարդը նստած ինչ-որ բաներ անում, վերջում այդ տղա ջան, արասպեպ չհոգնեցիր։ Լավ ինչ-որ մեկը քեզ ասել է, որ այդ իմիջը է, խավը, որ սոցիալական է, որ մտածում էր, որ հեսա բանի նախկինների փողերը վերցնելու ես 10 իրանց, որ հիասթափել են, նրանց սենց է ուզում հետ բերի։ Ես իմ մարդու դա չէ ագնում քանդում։ Քանդել ես որն է, այդ կապիտալ է, լավ, ձեռքից վերցնեիր, լավ, չգիտեմ այդ մարդն էլ հիմա ոնց է, ինչա, ձեռքից վերցնեիր, մանկապարտան տայր, չգիտեմ մեկին, այդ երկա մարդը դրե սիրուն սարքել է, չեք քանդում արա։ Դեբիտ չեք։ Ոնց կարելի է եղած լուրջ բանը, ջուրը բարձանա, բնությանը վնասնա, հասկացանք։ Լավ, որոշել եք, որ գողացել է, ասեք մի հատ փաստով ապացուցեք։ Վերցրեք, տվեք մանկատան։ Կարող է այդ մարդն էլ շատ ուրախանալ, որ հիմա մանկատուն ա տեղ։ Ծերանոց է, հանգստյան գոտի է։ Համոզված եմ կտարել։ Հա։ Բայց գիտես ինչ կա, ես միշտ սա օրինակ եմ բերել։ Ցավոք շտի մեր ժամանակը լրանում է։ Միշտ սա օրինակ եմ բերել, ուրեմն երբ որ գնում ենք ծովափ, երեխեք կային ու շատ քիչ էին այդ երեխեքը, որ այդ ավազից ամրոցներ էին սարքում։ Ու մի քանի երեխա սպասում էին միշտ։ Ու քանակով միշտ դրանք ավելի շատ էին լինում։ Որ ինքը սանքի վերջացնի, իրանք գնան քանդեն։ Որտեղ սարքելը ամեն մեկի բանը չի։ Քանդելը ով ուզի քանդի էլի։ Եվ հիշում եք Հողատու հերետիկոսը, հա, Հողատու հերետիկոսը ասեց, որ աննախադեպ Սևանի բարձր, բարձրության ուրեմն աստիճանի ենք հասնելու, ինչպես միշտ ամեն ինչը սուտ, եւ արդեն իմացել են, որ Սևանը նույնիսկ իջել է, ոչ թե բարձրացել է, եւ այդ նիշը, որ դրել են այդ նիշից են կողմ եւ այլն, առայժմ այդ նիշին հասնելուց კი հույս էլ չկա, մանավանդ որ Վարդենիսի եւ մեր Քարվաճարի աննման ջրերը այսօր թուրքերը փակել են, էլ չի գալիս։ Սևանը լցվելու եւ շատանալու հնարավորությունը, որ ունեինք, ուղղակի չկա։ Էլ չեն խոսում, որ հիմա արդեն Սևանի են հյուսիսային ափինել են մոտիկանում, այնտեղի ջրերներ են հեսա կտրելու։ Եվ ընդհանրապես Սևանը ոնց է սնվելու ջրով։ Ես ճիշտն ասած այդքան չեմ հասկանում այդ գործից, բայց գիտեմ, որ շատ բարդ է դա լինելու։ Եք արի եզրափակենք այսօրվա ասելիքը նրանով, որ չնայած նրան, որ նույնիսկ չենք հավատում, որ սա որևէ կերպով հանգիստ մարդուն վայել, որտեղ դա մարդուն է վայել, իշխանություն կհանձնի, ընտրությունները լինել չնեն, բայց մենք պարտավոր ենք, եթե գնում ենք ընտրության, ապա պետք է գնանք բոլորս։ Մի վախեցեք ձեր կարծիքը արտահայտելուց։ Եվ ընդհանրապես մի վախեցեք։ Բավական է, երկու վախը մի մահ է։ Բավական է ամեն ինչից վախենանք։ Այսօր Դավիթը խոսած տղամարդկությունից Վազգենի օրինակը բերեց։
Լավ չեմ ասում բոլորս Վազգեն լինենք, բայց տղամարդ լինենք, ամեն ինչից վախեցած, ամեն ինչից խեղճացած։ Մեր տունը մարդիկ սկսել են չարտահայտվել։ Բանաստեղծություն չէ, երկի խոսքեր դեռ երգ չի դարձել, հռռալ է պետք իմ գործերից մեկն է։ Ոչ մի հատված կա, հռռալ է պետք մահից փախչելու երգը մահվան մեջ գտնելու համար։ Այսինքն մարդիկ որոշում են մահից փախնեն, բայց եթե փախան ուր են գնալու, էլի կրկին դեպի մահն է տալու, չէ՞, Վարդանից գնաց պատմվածքը։ Այ ախպեր, այսինքն դուք որոշում եք խախանդ ապրեք, մահից եք փախչում, որ հետո մեռնեք։ Ես դեմ չեմ խաղաղություն չերազելը ամենամեծ ապուշը։ Ապուշ պետք է լինես ու խաղաղություն։ Այսօրվա նույնիսկ այս խաղաղությունը, որ հիմա կրակոց չկա, դա ինձ այն որ առավոտները զինվորի մահվան բուժով չենք արթնանում, արդեն լավ է, բայց չեք տեսնում, որ այս խաղաղություն չի եւ դա հղիա լիքը վատ բաներով։ Այ երբ որ կվաստակենք մեր խաղաղությունը, այն ժամանակ հանգիստ կլինենք, այդ ժամանակ հանգիստ կսպասենք մեր մահվանը։ Ես կասեի սահմանին չեն զոհվում, բայց ներսում մահը տիրել է երկիրը, ես նայում եմ մահը ոնց է երիտասարդացել եւ մանավանդ հետևում եմ արցախցիներին։ Սահմանը հանվել է։ Ես հետևում եմ արցախցիներին։ Ես դա անվանել եմ սողացող գենոցիդ, հա, ցեղասպանություն։ Այդ սողացող ցեղասպանությունը Արցախի հայերի շարունակվում է եւ ցավոք սրտի տեսնում ես երիտասարդ 40-ը չբոլորած մարդիկ մահանում են, ամեն ինչը կախված է նյարդային այս վիճակի հետ, նման նյարդային խաղաղությունը թվացial խաղաղություն եմ ես անվանում, չի կարա երկար տևի։ Եվ մանավանդ թուրքը խոսում է խաղաղությունից, կարծեմ հույներն են ասել, պետք է պատրաստվես պատերազմի։ Սրանով թույլ կտաս ավարտենք, շնորհակալ եմ մեզ հյուր գալու համար։ Ես շնորհակալ, Արշակ ջան։ Սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք հաջորդիվ։ Անցավ մնացեք։